Ասեք, որ Փաշինյանը որոշի, թե դուք այսօր ինչ պիտի ուտեք, կամ ուր գնաք, վստահ եմ, որ ոչ, բայց ինքը արդեն փորձում է մեզ թելադրել ինչ խոսենք, ինչին հավատանք, ինչով հպարտանանք, ում հերոսացնենք։ Հաջորդը որն է, բոլորին ստիպելու է գլխարկ դնել։ Հայաստանի Հանրապետությունում այս պահին կան 50-ից ավել քաղբանտարկյալներ, մարդիկ, որոնք ազատությունից զրկված են, որովհետև Փաշինյանին դուր չի գալիս, թե նրանք ինչ են խոսում, ինչպես են մտածում, ինչին են հավատում։ Բոլոր քաղբանտարկյալները պայքարում են մեզանից յուրաքանչյուրի իրավունքների համար։ Կապ չունի, որ քաղաքական ուժին եք սատարում, բայց քաղաքական բանտարկյալը պայքարում է մեզանից յուրաքանչյուրի խոսքի ազատության համար։ Ու իրենք այդ պայքարից ավելի ուժեղ են դուրս գալու։ Իսկ մենք որպես հասարակություն, նրանցից մեկը, Նարեկ Սամսոնյանը, դիմել է պայքարի ամենածանր, ամենածայրահեղ միջոցներից մեկին, հացադուլին, եւ արդեն 12 օր հացադուլի մեջ է։ Նա պայքարում է ոչ միայն իր ազատության, այլ նաեւ իր առողջության հաշվին։ Պայքարում է իմ եւ քո համար։ Նարեկի եւ մեր մյուս ընկերների պայքարին անտարբերությամբ պատասխանելը առնվազն անշնորհակալ կլինի։ Գիտեք, ինձ գլխարկներ չեն սազում, եւ ես չեմ պատրաստվում սկսել հարվածային գործիքների վրա նվագել սովորել, ոչ էլ պատրաստվում եմ լռել կամ հավատանքս փոխել, համակերպվել։ Պայքարի այլընտրանքը համակերպվելն է, վերանալը։ Կապ չունի, թե քաղբանտարկյալը որ քաղաքական ուժին է սատարում, ինչ ելույթներ է ունեցել։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է իրենց զոհողությանը գոնե անտարբերությամբ չպատասխանել։ Մենք չենք կարող լինել այն հասարակությունը, որը կհանդուրժի դատարանում մահացած Արմեն Գրիգորյանին կամ Նարեկին կամ անազատության մեջ գտնվող Բարերարին կամ անազատության մեջ գտնվող Սրբազանին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Հաջորդը ես ելույթ կունենամ։